պարտադիր չի անձի բողոքը խոշտանգման փաստով քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Այսինքն պետությունը ունի պարտավորություն ex officio, այսինքն ի պաշտոնե, առանց նույնիսկ որևէ բողոքի քննելու խոշտանգման դեպքերի։ Ինչու՞, որովհետև շատ հաճախ խոշտանգվող քաղաքացիները լինում են հոգեբանորեն բավականին ճնշված, վախեցած եւ մեծ է հավանականությունը, որ իրենք խուսափեն հաղորդում տալուց։ Երկրորդը, քննությունը պիտի լինի բավականին արագ։ Այսինքն դու որպես պետություն քննությունը պիտի այնպես կազմակերպես, որ խոշտանգողները, որոնք որպես կանոն պաշտոնատար անձինք են եւ ունեն որոշակի իշխանական լիազորություններով օժտված անձինք են, չկարողանան այդ լիազորությունները օգտագործելով ազդեն քննության վրա։ Պատկերացնում եք որևէ ուրեմն ստորաբաժանման ղեկավար խոշտանգում իրականացնի, պարզա չէ, որ ինքը իր ենթակաների նկատմամբ համապատասխան ճնշում է գործադրելու, որ դեպքի վերաբերյալ ուրեմն վերջինները որևէ ցուցմունք չտան։ Այսինքն այդ արագությունը շատ կարևոր է։ Երրորդ, պետությունը նույնիսկ պարտավոր է հետամուտ լինի քննությանը, երբ խոշտանգված անձը այսպես հերքում է իր նկատմամբ խոշտանգման դեպք։